Բարի երեկո բարեկամներ։ Այսօր խոսելու եմ աշխարհի ամենամեծ խաբեության, ես կասեի ավանտյուրայի մասին։ Ու սրանով զբաղված են աշխարհի բոլոր ղեկավարները։ Հարկեր եւ պետտուրքեր։ Բոլորը միաձայն պնդում են, թե հնարավոր չէ նվազեցնել հարկերն ու տուրքերը, հակառակը պետք է բարձրացնել, այլապես երկիրը կհայտնվի տնտեսական աղետի առջև։ Բայց մեզ խաբում են, ընդ որում շատ ստոր ձևով, եւ հիմա հասկանանք ինչու եւ ինչպես։ Պատկերացրեք բարեկամներ, առավոտյան արթնանում եք եւ տեղեկանում եք, որ հարկերը իջեցրել են։ Այնքան են իջեցրել, որ այլևս իմաստ չունի թաքցնել իրական շահույթը, գործել ստվերում, պատժված լինելու վտանգի տակ շրջանցել օրենքները։ Բացի հարկերից, իջեցրել եւ պարզեցրել են բոլոր պետտուրքերը, մաքսատուրք, գույքահարկ, կոմունալ վճարներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով ինչ գիտեք։ Ու հասկանում եք, որ այլևս կարիք չկա պետության հետ գործարք կատարելիս խուսափել պետտուրքերից։ Ամեն ինչ շատ պարզ է, էժան, հասանելի եւ մատչելի յուրաքանչյուրի համար։ Ոչինչ թաքցնելու կարիք չկա։ Ասում են նման բան չի կարող լինել։ Ասում են, որ պետությունը կփլուզվի, չէ՞ որ պետության բյուջեն ձևավորվում է հիմնականում հարկերից։ Հարց է առաջանում, ստում են թե ճշմարտություն է։ Ինչ կլինի, եթե իջեցնեն հարկերն ու տուրքերը։ Եվ իրականում պետությունն իսկապես կկանգնի տնտեսական ճգնաժամի առջև, թե ոչ։ Ասեմ, որ նման բան եղել է։ Ու ոչ թե փոքր ու մոռացված մի երկրում, որը այսօր ցուցանիշ չէ, այլ աշխարհի երկու առաջատար գերտերություններում։ Երկուսն էլ կանգնած էին տնտեսական ճգնաժամի առջև, ինչի արդյունքում կարող էին փլուզվել։ Մեկը փորձում էր իրականացնել հարկային նոր քաղաքականություն, մյուսը կտրուկ տնտեսական բարեփոխումներ։ Ու այդ երկրներից մեկում, բարեկամներ, մենք ապրել ենք։ Ես Հարություն Մանուկյանն եմ։ Ես Վահրամ Քոչարյանը։ Դուք AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Այս թողարկումը կսկսեմ երախտիկի խոսքով։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն մեր բաժանորդներին, մեզ հետևողներին, մեզ օգնելու եւ արձագանքելու համար։ Ու ինչպես ժամանակին էին ասում, հերոստատիտողների բազմաթիվ խնդրանքով ձայները այդպես են բաշխվել, հատիկ հաշվել ենք, այսօրվա թողարկումը կլինի երկար։ Եվ շարունակեք բարեկամներ բաժանորդագրվել մեր AMCN News Telegram-յան ալիքին։ Կարճ, համառոտ, արագ, զտված տեղեկատվություն։ Հղումը կթողնեմ թողարկման մեկնաբանությունների ու նկարագրության հատվածում։ Իսկ հիմա սկսեցինք ու կսկսեմ մեզանից, Հայաստանից։ 2025 թվականի Հայաստանի Հանրապետության բյուջեի դեֆիցիտը պակասուրդ է 604 միլիարդ դրամ էր, մոտավորապես 1 միլիարդ 585 միլիոն ԱՄՆ դոլար։ Իշխանությունները բարձրացրեցին հարկերն ու պետտուրքերը։ Օրինակ, հաստատագրված հարկը 3 եւ 5%-ից հասավ 10%-ի, բարձրացավ, ավելացավ 100%-ով։ Նման բան չի լինում, սա տագնապալի ազդանշան է։ Հարկերի բարձրացումից առաջ ավտոկայանատեղի վճարները բարձրացել էին մոտ 15 անգամ, 12,000 դրամից մինչև 160,000 դրամ։ Բարձրացրեցին պարտադիր ակցիզավորման ապրանքատեսակների ակցիզային վճարները։ Եվ ընդլայնվեց ակցիզային ապրանքների ցանկը։ Ոլորտներ, որոնք մինչ այս ազատված էին ավելացված արժեքի հարկից, օրինակ իրավաբանական ծառայություն, հաշվապահական, նոտարական ծառայություններ, մի խոսքով հանրային ծառայություններ, մտան ավելացված արժեքի հարկային դաշտ։ Այնքան մանր-մունր հարկեր ու պետտուրքեր են փոխվել, որ նույնիսկ մենք դրանց մասին չգիտենք, պետք է աշխատես կոնկրետ ոլորտում, որ տեղյակ լինես, այլապես հնարավորություն չկա։ Ու եթե որևէ հարկի կամ պետտուրքի մասին մոռացել եմ, գրեք բարեկամներ, գրեք, որ հաշվի առնենք։ Բայց ամենախոցելին փոքր եւ միջին բիզնեսի հարկերի բարձրացումն է։ Իբրև թե հասարակ մաթեմատիկա է, չէ՞։ Հիմա կհասկանանք տնտեսությունը դա հասարակ մաթեմատիկա է, թե ավելին։ Անցած աշնանը ընդունվեց եւ հաստատվեց 2026 թվականի Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Եվ ինչ եք կարծում 2026 թվականի դեֆիցիտը, պակասուրդը որքան է։
536 միլիարդ 800 միլիոն դրամ, մոտավորապես 1 միլիարդ 409 միլիոն ԱՄՆ դոլար։ Նախորդ 2025 թվականի տարեկան բյուջեի պակասուրդից դեֆիցիտից պակաս է ընդամենը 176 միլիոն ԱՄՆ դոլարով, տարբերությունը պետության մակարդակով կոպեկներ։ Բայց չէ որ ամենակիչը 2 անգամ տարբեր ոլորտներում 2 անգամ բարձրացել էին պետտուրքերն ու հարկերը։ Ու մաթեմատիկայի տրամաբանությամբ 2026 թվականի պետբյուջեն դեֆիցիտ պետք է չունենար, բայց չեղավ։ Որն է պատճառը, ինչպես կարող է նման բան լինել, ումի հարցել, եթե հարկերը չբարձրացնեին։ Պետբյուջեի դեֆիցիտը 2 անգամ ավելանալու էր, թե մնալու էր նույնը։ Այս հարցերի պատասխանները ունեն միայն մասնագետները, ու նույն մասնագետները պնդում են, որ տնտեսությունը խաղալիք չէ, որ չհիմնավորված տնտեսական բարեփոխումների ծրագրեր իրականացնելը կործանարը կարող է լինել պետության համար։ Սրա հետ համաձայն եմ, ոչինչ չունեմ ասելու, ամեն ինչ պետք է հիմնված լինի ոչ միայն գիտության, ոչ միայն թեորիայի, այլ եւ նաեւ փորձի վրա, համաշխարհային փորձի։ Հիմա փորձի մասին։ «1980-ականների սկզբին նման, բայց ավելի բարդ խնդրի առջև էին կանգնել այն ժամանակվա երկու գերտերությունները, աշխարհի երկու գերտերությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը։ Երկու իրարից տարբեր տնտեսական մոդելներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լիբերալ ազատ շուկայական հարաբերությունների տնտեսական մոդել, Խորհրդային Միությունում պլանային տնտեսություն։ Ինչ է նշանակում լիբերալ ազատ շուկայական հարաբերություններ եւ պլանային տնտեսություն, ինձանից շատ ավելի լավ կբացատրի մասնագետը։ Ազատ շուկան համակարգ է, որտեղ տնտեսությունը գործում է մարդկանց ազատ ընտրության, մրցակցության, առաջարկ պահանջարկի հիման վրա։ Պետությունը հանդես է գալիս միայն խաղի կանոնները ապահովողի ու երաշխավորի դերում։ Գործարարները ազատ են որոշելու ինչ արտադրել, սպառողները ազատ են ընտրելու ինչ գնել։ Գները ձևավորվում են վաճառող-սպառող առողջ հարաբերությունների արդյունքում, այլ ոչ թե պետության կողմից։ Եթե որևէ ապրանքատեսակի պահանջարկը մեծ է, գինը բարձրանում է, եթե պահանջարկը քիչ է կամ առաջարկը չափից շատ, գինը նվազում է։ Հասարակ մարդիկ եւ կազմակերպություններ իրավունք ունեն սեփականացնել եւ իրենց հայեցողությամբ կազմակերպել արտադրության միջոցները, գործարաններ, հողատարածքներ, բիզնեսներ եւ դրանից շահույթ ստանալ։ Յուրաքանչյուրը կարող է բացել բիզնես, ներդրումներ անել, ընտրել աշխատանք, կնքել պայմանագրեր առանց պետության միջամտության։ Տնտեսությունը կարգավորվում եւ աշխատում է առանց պետական միջամտության։ Պետությունը միայն ապահովում է օրենքի գերակայությունը, պաշտպանում է սեփականության իրավունքը, կարգավորում է մոնոպոլիաները, ապահովում է պայմանագրերի կատարումը, բայց չի որոշում ինչ եւ որքան արտադրել, վաճառել կամ գնել։ Այսինքն ամբողջ տնտեսությունը եւ դրա զարգացումը հիմնված է անհատի վրա, մեզ նման հասարակ մարդկանց վրա, որոնք մտածում են, արտադրում, վաճառում եւ գնում։ Պետությունը չի խառնվում այս հարաբերությունների մեջ, եթե օրենքի խախտում չկա։ Սա է նշանակում ազատ շուկայական հարաբերություններ։ Հիմա պլանային տնտեսության մասին, որի վրա հիմնված էր Խորհրդային Միության տնտեսությունը։ Տնտեսություն, որը գործում է ըստ կենտրոնական պլանի։ Այդ պլանը կազմվում է պետական մարմինների կողմից, օրինակ նախարարություններ, պլանավորման կոմիտեներ, եւ պարտադիր է իրականացման բոլոր ձեռնարկությունների համար։ Արտադրության հիմնական միջոցները՝ գործարաններ, հողատարածքներ, էներգետիկա, տրանսպորտ, պատկանում են միայն պետությանը։ Անհատը իրավունք չունի ունենալ սեփական բիզնես, արտադրություն, զբաղվել առք ու վաճառքով։ Պետությունն է որոշում, որ գործարանը ինչ արտադրի, որքան աշխատող պետք է լինի, ինչ հումք օգտագործի։ Ձեռնարկությունները ինքնուրույն որոշումներ կատարելու իրավունք չունեն։ Ապրանքների գները սահմանվում են պետության կողմից եւ չեն փոխվում ըստ շուկայի պահանջարկի։ Սա հաճախ բերում է ապրանքների կամ դեֆիցիտի, կամ հակառակը՝ լճացման։
Գլխավոր նպատակը ոչ թե շահույթն է, այլ պլանի կատարումը։ Ձեռնարկությունը կարող է աշխատել վնասով, բայց շարունակի գոյություն ունենալ։ Չկա մրցակցություն, որը ազատ շուկայի դեպքում ապահովում է արտադրության որակի բարելավում։ Չկա իրական առաջարկ, պահանջարկ, կան միայն պետության կողմից սահմանված չափաբաժիններ, ապրանքների տեսակներ եւ դրանց համար կատարողական պլան։ Շահույթ է ստանում միայն պետությունը, եթե իհարկե ստանում է։ Հասարակ մարդը միայն աշխատուժ է։ Հիմա ավելի պարզ կերպով բացատրեմ բարեկամներ։ Ես հաղորդումներ եմ պատրաստում, դուք իմ պատրաստած հաղորդումները դիտում եք։ Մեկին դուր է գալիս, մեկին պարզապես հետաքրքիր է, մյուսին գիտելիքի առումով է օգտակար։ Մեկս մյուսին տալու եւ վերցնելու բան ունենք։ Ստացվում է, որ մենք իրար հետ բարեկամներ համագործակցում ենք, պայման ենք կնքել։ Ընդ որում ձեր ընտրությունը շատ լայն է։ YouTube-ում ինձ նման մարդիկ միլիոնավոր են։ Եվ դուք եք ընտրում ում դիտել, ինչը ձեր դուրը գալիս է դիտում եք, ինչը չէ, չեք դիտում։ Շատ հասարակ։ Հիմա հարց. պետությունը այս մեր հարաբերություններում որևէ անելու բան ունի? Ոչ, չունի։ Պետությունը միայն կմիջամտի այն դեպքում, եթե մեզանից մեկը օրենք խախտի։ Վերջ։ Սա է լիբերալ ազատ շուկայական հարաբերությունները։ Հիմա պլանային տնտեսության օրինակը պատկերացրեք, պետությունը ինքն է որոշում ինչ հաղորդումներ պետք է լինեն, որ ժամին եւ երբ պետք է լինեն այդ հաղորդումների եթերները, ով եւ ինչպես պետք է վարի այդ հաղորդումը եւ ինչի մասին այդ հաղորդումների ընթացքում պետք է խոսեն։ Ընտրության հնարավորություն չկա։ Եթե ցանկանում եք որևէ բան դիտել, պետք է ընտրություն կատարեք եղածի մեջից, բացի այդ, որևէ ըմբոստություն, բողոք, կարծիք, հորդոր քրեորեն պատժելի է։ Ֆինանսի մասին նույնիսկ խոսք չկա, պետությունը ինքն է որոշում, ով որքան աշխատավարձ պետք է ստանա։ Ու անկախ նրանից կարևոր է, կարևոր չէ, դիտում են, չեն դիտում, հետաքրքիր է, օգտակար է թե ոչ, կարևորը պետության որոշումը իրականացնելն է։ Սա էլ պլանային տնտեսությունն է։ Ազատ շուկայի դեպքում ցանկացած մարդ կարող է դառնալ ցանկացած նախագծի մասնակից։ Ֆինանսավորել, ներդրում անել շահույթ ստանալու նպատակով պարզապես աջակցել։ Ու ստացվում է հետևյալը. այն, ինչը հետաքրքիր է մարդկանց եւ օգտակար է, այդ ոլորտը սկսում է զարգանալ հասարակ մարդկանց աջակցության շնորհիվ։ Իդեպ դուք էլ կարող եք մեզ օգնել եւ աջակցել ֆինանսապես։ Միջոցները բազմաթիվ են։ Patreon, Payoneer, Idram, հասարակ քարտային փոխանցումներ։ Տեղեկությունները կան մեր AMC-ն կայքում եւ կլինեն կտեղադրեմ հաղորդման մեկնաբանություններում եւ նկարագրության հատվածում։ Սա էլ է շուկայական հարաբերություն։ Դուք մեզ եք օգնում, մենք ձեզ։ Այսպիսի տարբեր տնտեսական մոդելներով Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը եկել կանգնել էին նույն խնդրի առջև տնտեսական քայքայում։ Հիմա ամեն ինչ հերթով ըստ զարգացումների եւ հիմնված միայն փաստերի վրա։ 1980-ականների կեսին բոլորը հիացած էին Ամերիկայով, բոլորը ձգտում էին տեղափոխվել ապրելու Ամերիկա, այդ թվում նաև Խորհրդային Միությունում ապրողները։ Մարդկանց համար ԱՄՆ-ն դրախտ էր թվում։ Ազատ կյանք, զարգացած տնտեսություն, աշխատանք, անսահման հնարավորություններ, երազանքի երկիր։ Այս ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն էր Ռոնալդ Ռեյգանը, ով ընտրվել էր 1980 թվականին։ Ես Ռոնալդ Ռեյգանս հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները։ Ռեյգանը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել էր այն ժամանակ, երբ տնտեսությունն արդեն քայքայված էր։ Գործազրկությունը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներն էր գրանցում։ Երկրում զարգանում էին կոռուպցիան, կաշառակերությունը, թմրամոլությունն ու հանցագործությունը, հասարակ մարդիկ ժողովուրդը ճգնում էին պարտքերի ու հարկերի տակ։ Վարձու աշխատուժ անհրաժեշտ չէ։ Փակվում ենք, դուրս ենք գալիս բիզնեսից։ Սնանկության աճող ալիք։ Բարձր տոկոսադրույքներ։ Բալթիմորի նավաշինարարները վկա են մի ամբողջ դարաշրջանի ավարտին։ Մարդկանց վերջին հույսը աշխատանքի տեղավորման բորսաներն էին, որտեղ հերթերի քանակը գիշեր ու ցերեկ չէին ճանաչում։
Don't want to get nobody no job. Ինչ եմ մտածում ապագայի մասին, նայեք այս հերթերին եւ կհասկանաք իմ մտքերը։ Ուր ենք մենք գնում։ It's destroying in addition to destroying the Մեզ երկար ժամանակ ներշնչում էին, որ պետք է հավատալ ամերիկյան երազանքին, երազանք բարեկեցության եւ զարգացման մասին։ Հիմա տեսնում ենք, որ ամերիկյան երազանքը ընդամենը պատրանք է, դաժան պատրանք։ Ինչ զարգացման մասին է խոսքը, երբ հասարակ ժողովուրդը զրկված է ամեն ինչից։ Նման ժառանգություն Ռեյգանը ստացել էր նախորդ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերից։ Քարտերը ժառանգել էր Ջերալդ Ֆորդից, Ֆորդը Ռիչարդ Նիքսոնից, Նիքսոնը Լինդոն Ջոնսոնից։ Եվ այսպես շարունակ։ ԱՄՆ տնտեսությունը մեծ աճ էր գրանցել առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Դրանից հետո ԱՄՆ ոչ մի նախագահ առանձնապես տնտեսությամբ հետաքրքրված չէր։ Նրանք այսպես կոչված չակերտավոր միջազգային քաղաքականության, արտաքին քաղաքականության ջատագովներն էին։ Հարի Թրումենը 1945 թվականի ապրիլի 12-ին փոխարինել էր Ֆրանկլին Ռուզվելտին եւ 1947 թվականին հայտարարել էր Խորհրդային Միության հետ սառը պատերազմի մասին։ Եթե մենք չմիջամտենք, ապա Եվրոպան կհայտնվի վտանգի տակ։ Խորհրդային Միության նման բռնապետական ռեժիմները տարածում են աղքատություն եւ հուսահատություն։ Մենք պետք է անհապաղ եւ վճռական գործողություններ ձեռնարկենք կանխելու համար եվրոպական ժողովուրդների գլխին կախված արհավիրքը։ Ու ես վստահ եմ, որ կոնգրեսը պատվող կկրի այս պատասխանատվությունը։ Վաշինգտոն 1947 թվական։ Դուայթ Էյզենհաուերը ընտրվում է 1953 թվականին եւ նախագահում է մինչեւ 1961 թվականը։ Նույնպես ոչինչ չի փոխվում։ Նա շարունակում է Թրումենի որդեգրած սառը պատերազմ քաղաքականությունը, բայց տնտեսությունը արդեն այն ժամանակ թևակողում է անկման փուլ։ Ինչ եք կարծում, արդյոք հնարավոր է կրճատել պետական ծախսերը։ Օրինակ, պատրաստ եք դուք պարոն նախագահ հրաժարվել եւ վաճառել այն մի քանի ուղղաթիռները, որոնք նախատեսված են ձեզ միայն գոլֆի դաշտ տեղափոխելու համար։ Ոչ իհարկե։ Եվ դա մեծապես պայմանավորված է նրանով, որ գոլֆ խաղալու համար ես ուղղաթիռներ չեմ գնել։ Ոչ ոք չէր մտածում տնտեսության զարգացման մասին։ Ու եթե նույնիսկ իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ բարձրաձայնում էին տնտեսական թեմաներ, ապա ընտրվելուց հետո շատ արագ մոռանում էին իրենց խոստումները։ Ուզում եք բարեկեցիկ եւ անվտանգ կյանք, հարցնում էին նրանք ժողովրդին։ Շատ լավ։ Ինչ է պետք անել դրա համար։ Ճիշտ է, բարձրացնել հարկերը։ Այսպիսի քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ն հասավ իր եզրակետին։ Կամ պետք էր փոխել որևէ բան, կամ կործանում։ Ինչպես արդեն ասացի, Ռոնալդ Ռեյգանը նախագահ է ընտրվում այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը կանգնած էր ճգնաժամի առջև, ինչի արդյունքում ԱՄՆ-ն կարող էր փլուզվել։ «1981 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սպիտակ տանն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Ռոնալդ Ռեյգանը հայտարարում է, որ պետք է պարզեցնել եւ իջեցնել հարկերը։ I studied economics in college when I was young, and I learned there about a man named Ibn Khaldun. Երիտասարդ ժամանակ համալսարանում տնտեսագիտություն էի ուսումնասիրում եւ այնտեղ լսեցի մի մարդու մասին, ով ապրել է 14-րդ դարում։ Անունը Իբն Խալդուն։ Նա ասել է. «Կայսրության սկզբում ծաղկուն տարիներին հարկերը ցածր էին, բայց եկամուտը շատ էր։ Իսկ կայսրության վաղճանի ժամանակ, երբ այն փլուզվում էր, հարկերը բարձր էին, բայց եկամուտ չկար»։ Բոլորը խառնվում են իրար, ով է Իբն Խալդունը, ինչ 14-րդ դար, ինչ փիլիսոփա, ինչպես կարելի է այս օրհասական պահին, երբ տնտեսությունը քայքայված է, հարկեր իջեցնել։ Հարցեր, հարցեր ու հարցեր։ Իսկապես, ով է Իբն Խալդունը։ Աբուզայդ Աբդալ Ռահման Իբն Մուհամմադ Իբն Խալդուն ծնվել է 1932 թվականին Եգիպտոսում, միջնադարյան արաբ պատմաբան եւ փիլիսոփա։
Իբն Խալդունը համարվում է սոցիոլոգիայի, պատմության փիլիսոփայության եւ քաղաքական տնտեսության հիմնադիրներից մեկը։ Իբն Խալդունի ամենահայտնի աշխատությունը Մուքադիմա գիրքն է։ Գիրք, որտեղ մարդկային պատմության մեջ առաջին անգամ հեղինակը պատմությունը դիտարկում է ոչ թե որպես առանձին իրադարձություններից բաղկացած շարան, այլ օրինաչափություններով զարգացող գործընթաց։ Իբն Խալդունը պատմության մեջ առաջին անգամ բացատրում է, թե ինչպես եւ ինչու են պետությունները ծագում, զարգանում, քայքայվում եւ փլուզվում։ Իբն Խալդունը նշում է, պետության հզորությունը անմիջականորեն կախված եւ կապված է այդ պետությունում ապրող մարդկանց համերաշխությունից, երբ այդ համերաշխությունը թուլանում է, պետությունը փլուզվում է։ Հասարակության համախմբվածությունը թուլանում է այն ժամանակ, եւ պետական այրերը սկսում են ճնշել իրենց ժողովրդին, որոնք են ըստ Իբն Խալդունի համախմբվածության թուլացման պատճառները։ Հարկերի բարձրացում, անհատ մարդկանց, նախաձեռնող մարդկանց ճնշում եւ այլակարծության բացակայում։ Տնտեսության բարեկեցության մասին առանձին նշում է. բարձր հարկերը քայքայում են տնտեսությունը, չափավոր հարկերը զարգացնում եւ խթանում են այն։ Իբն Խալդունի մասին այսքանով կեզրափակվեմ։ Ցանկացողները կարող են կարդալ Մուքադիմա գիրքը, իդեպ շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր եւ կարեւոր է հատկապես հիմա, երբ մենք բոլորս պատասխաններ ենք փնտրում։ Գրքում ամեն ինչ մանրամասն գրված է։ Անցնենք Ռոնալդ Ռեյգանին։ Չնայած նրան, որ բոլորը դեմ էին տնտեսական բարեփոխումների ծրագրին, Ռեյգանը անցնում է գործի։ Իր առաջին մամուլի ասուլիսից 1 ամիս անց Ռեյգանը նորից դիմում է ժողովրդին։ Good evening. I'm speaking to you tonight to give you a report on the state of our nation's economy. Բարի երեկո։ Այսօր մեր տնտեսության վիճակի մասին զեկույց կներկայացնեմ ձեզ եւ ցավոք պետք է ասեմ, որ գտնվում ենք մեր պատմության մեջ ամենավատ տնտեսական վիճակում։ Ես նախաձեռնել եմ բարեփոխումների ծրագիր, որոնք պետք է առողջացնեն մեր տնտեսությունը, սակայն պետք է նշեմ նաեւ, որ հեշտ չի լինելու։ Առաջին 1-2 տարվա ընթացքում մեծ ցնցումներ կլինեն, բայց վստահ եմ, որ միասին մենք իզորու ենք հաղթահարել այդ դժվարությունները եւ սկսել նոր եւ բարեկեցիկ կյանք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհակալություն եմ հայտնում եւ ցանկանում եմ բոլորիդ բարի գիշեր։ Thank you and good night. Ռոնալդ Ռեյգանի տնտեսական բարեփոխումների այս ծրագիրը հետագայում կանվանեն Ռեյգանոմիկա։ Ինչ էր պլանավորել Ռեյգանը։ Հարկերի նվազեցում այնքան, որքան հնարավոր է։ Շեշտը դրված էր շահութահարկի վրա, հատկապես բարձր եկամուտ ունեցող բիզնեսների համար։ Գաղափարը հետևյալն էր. ներդրումներն ու արտադրությունը կմեծանան, ինչից կշահեն բոլորը։ Թուլացվեցին պետության կողմից բիզնեսի, ֆինանսական շուկաների եւ էներգետիկայի ոլորտների վերահսկողությունները։ Կասեցվեցին քաղաքացիներին տրամադրվող բոլոր սոցիալական ծրագրերը, բացառությամբ պաշտպանության ոլորտի։ Ռեյգանի համոզմամբ տնտեսության զարգացումը կախված է միայն անհատներից, նախաձեռնողականություն դրսևորող եւ պատասխանատվության բարձր զգացում ունեցող անհատներից։ Հասարակ ժողովրդական լեզվով Ռեյգանը ասում էր. հերիք է ճնշեք այն մարդկանց, ովքեր աշխատելու, ստեղծելու, արարելու ձիրք ու ցանկություն ունեն։ Նման անհատներից է կախված տնտեսության զարգացումը։ Եթե շարունակենք պետտուրքերը բարձրացնել, այդ մարդիկ կհրաժարվեն որևէ բան նախաձեռնել, արդյունքում կտուժի պետությունը։ Պետք է ստեղծել բիզնեսի համար նպաստավոր միջավայր։ Անհատը պետք է իրեն անվտանգ եւ ապահով զգա։ Պետությունն ու քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները բիզնեսից պետք է հեռու մնան, պետք է չխանգարեն եւ չմիջամտեն ու չխոչընդոտեն բիզնեսի զարգացմանը։ Բոլոր սոցիալական ծրագրերը պետք է դադարեցնել։ Մեր լեզվով ասած, բարեկամներ, նպաստները որքան շատ են դրանք, այդքան մարդկանց մոտ կորում է աշխատելու ցանկությունը։ Մարդիկ պետք է քնեն ու արթնանան ստեղծելու մտքով, նպատակով։ Սա էր Ռեյգանի ասածը, բայց Ռեյգանի հետ համաձայն չէին բազմաթիվ սենատորներ, կոնգրեսմեններ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ։ Ինչու՞, շատ պարզ, ինչպես էր Ամերիկան հասել այդ օրին։ Պետական լծակներ ունեցողները օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից ստեղծել են ստվերային տնտեսություն։ Կոպիտ ասած, ունեին իրենց բիզնեսները։ Սենատորները, կոնգրեսմենները, բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրենց մշակած օրենքներով արհեստական խոչընդոտներ են ստեղծել հասարակ մարդկանց համար։ Ուզում ես գործ սկսել, խնդրեմ,
Դրա համար պետք է այս փաստաթուղթը, այն փաստաթուղթը, այս պետական մարմնի թույլատվությունը, լիցենզիան, ստորագրությունը եւ այսպես շարունակ։ Չի ստացվում, կաշառքով կլուծենք այդ հարցը, փող չունես, կտանք, տոկոսով։ Դեռ մի բան էլ ավել, կապահովենք բիզնեսիդ անվտանգությունը։ Գումարի դիմաց իհարկե։ Ովքեր հրաժարվում կամ ըմբոստանում էին, զրկվում էին ամեն ինչից։ Մի խոսքով, քաղաքական ռեկետ։ Միևնույն ժամանակ այդ բոլոր պաշտոնյաները ունեին իրենց սեփական բիզնեսները։ Իհարկե ձևակերպված ուրիշների անունով եւ իրենց բիզնեսը արտոնյալ էր։ Օգտվում էին իրենց կողմից մշակված օրենքով, հարկերի եւ պետտուրքերի ազատումից, որը ապահովում էր միլիոնավոր դոլարների շահույթ եւ դարձրել էր այդ բիզնեսի տերերին մոնոպոլիստներ։ Ու Ռեյգանը դուրս է գալիս այս գել ու գազանների դեմ։ Ինչ է լինում։ «1981 թվականի մարտի 30-ին Վաշինգտոնում Հիլթոն հյուրանոցից դուրս գալու ժամանակ Ռեյգանի վրա մահափորձ է իրականացվում։ Ատրճանակից արձակած 6 կրակոցներից վիրավորում են Ռեյգանին ուղեկցող անձանցից 3 հոգի։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը թոքի վիրավորումով տեղափոխվում է հիվանդանոց։ Մահափորձ կատարողը Ջոն Հինքլին էր։ Ձերբակալումից հետո նա խոստովանում է, որ այդպիսով ցանկանում էր տպավորել դերասանուհի Ջոդի Ֆոստերին, որի նկատմամբ իր զգացմունքները հասնում էին մոլագարության։ Դատարանի կողմից Հինքլին ճանաչվում է անմեղ սունակ եւ տեղափոխվում է հոգեբուժարան։ 2016 թվականին Հինքլին դուրս է գրվում հոգեբուժարանից եւ ապրում է մինչ օրս։ Բայց հետաքրքիր է մեկ այլ հանգամանք։ Ռեյգանից առաջ, շատ առաջ բարեկամներ, տնտեսական բարեփոխումների եւ հարկերի նվազեցման մասին առաջին անգամ բարձրաձայնել էր Ջոն Քենեդին։ Անմիջապես նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո 1961 թվականին կոնգրեսում Ջոն Քենեդին խոսում է տնտեսության աշխատանքը վերանայելու, հարկերի նվազեցման եւ թմրամիջոցների դեմ պայքարի մասին։ Ես այսօր կխոսեմ պետական վտանգի եւ միաժամանակ ազգային հնարավորությունների մասին։ Մինչև իմ պաշտոնավարման վերջը մեզ հարկավոր է հասկանալ կարող է արդյոք մեր ազգը համախմբվել կամ ինքնակազմակերպվել եւ մնալ կանգուն։ Այսօրվանից մեկնարկում է դժվար, ցավոտ տնտեսական բարեփոխումների եւ նոր հարկային քաղաքականության ժամանակահատվածը։ Նրա նախագահման հետագա 3 տարիները ուղղված էին այս խնդիրները լուծելու վրա, բայց չստացվեց։ 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում Քենեդուն սպանում են։ Սպանության մեջ մեղադրվում է Լի Հարվի Օսվալդ անունով մի երիտասարդ ամերիկացի։ Սպանությունից 40 րոպե անց Օսվալդին ձերբակալում են։ 2 օր հետո, նոյեմբերի 24-ին, ոստիկանությունից բանտ տեղափոխության ժամանակ Woman Jack Ruby անունով գիշերային ակումբի սեփականատեր սպանում է Լի Հարվի Օսվալդին։ Հետո քննությունը կհրապարակի պաշտոնական վարկած, ըստ որի Օսվալդը մի ժամանակ ապրել է Խորհրդային Միությունում, Մինսկում, ուներ հոգեբանական բարդույթներ եւ բուժում էր ստացել հոգեբուժարանում։ Եզրակացություն. սպանությունը քաղաքահոգեբանական հիմք ուներ։ Ինչպես Ջոն Քենեդու, այնպես էլ Ռոնալդ Ռեյգանի վրա մահափորձ կատարողները, ըստ պաշտոնական վարկածների եւ տեղեկատվության, հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ էին։ Չեմ ուզում մտնել բարեկամներ դավադրության տեսության տիրույթ, բայց զուգադիպությունները շատ են։ Երկու նախագահների վրա, որոնք խոսում էին տնտեսական բարեփոխումների մասին, կտրուկ տնտեսական բարեփոխումների մասին, մահափորձ է կատարվում երկու հոգեկան խնդիրներ ունեցողների կողմից։ Զարմանալի է։ Ու եթե Ջոն Քենեդու դեպքում ստացվում է, ապա Ռոնալդ Ռեյգանը 3 շաբաթ հետո վերականգնվում է եւ վերադառնում է աշխատանքի։ 1981-82 թվականները թե Ռեյգանի, թե Ամերիկայի համար դժվար տարիներ էին։
Տնտեսությունն ու պետական կառավարման համակարգը վերադասավորվում է։ Ամերիկայի ժողովուրդը հուսահատված էր։ Մեկը մյուսի ետևից փակվում էին գործարաններ, առանձին բիզնեսներ, սրանք էին ճանաչում ոչ վաղ անցյալի ու ֆինանսական գիգանտներ։ Սոցիալական ծրագրերն այլևս չէին գործում։ Բոլորը համոզված էին Ռեյգանը ձախողել է։ Խորհրդային միությունը, որը ուշադիր հետևում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրադարձությունների զարգացմանը, եզրակացնում է. Такие вот дела с рейгономикой. Այսպիսի բաներ ռեյգանոմիկայի հետ կապված։ Քրոնիկ ինֆլյացիա, մասսայական գործազրկություն, անհաջողություններ ներքին ֆինանսական ոլորտում, շատ ցածր տնտեսական աճ, հարաբերությունների վատ տարածում զարգացող երկրների հետ։ Սրանք են տնտեսական հիվանդության այն հիմնական նշանները, որոնցով այսօր վարակված է Արևմուտքը։ Поразила Запад. Սա հանրահայտ միջազգային պանորամա ծրագիրն է, որն այն ժամանակ խորհրդային հեռուստադիտողին ներկայացնում էր աշխարհում տեղի ունեցող անցու դարձի մասին։ Սա 1982 թվականի դեկտեմբերի 26-ի տարեվերջյան թողարկումն էր։ Մեկ ամիս առաջ, նոյեմբերի 10-ին, կյանքից հեռացել էր Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։ Պետության ղեկը ստանձնել էր արդեն անկողնային հիվանդ պետական անվտանգության կոմիտեի նախագահ Յուրի Անդրոպովը։ Բրեժնևի ղեկավարման տարիները ռուսներն անվանում են Վրիմինա Զաստոյը, լճացման տարիներ։ 1964 թվականին Բրեժնևը փոխարինել էր Նիկիտա Խրուշչովին։ Խորհրդային Միության տնտեսական անկման սկիզբը պայմանավորված է վերջինիս հետ։ 1953 թվականին Ստալինի մահից հետո Նիկիտա Խրուշչովը ստանձնում է Խորհրդային Միության ղեկավարի պաշտոնը։ Խրուշչովի ղեկավարման ժամանակահատվածը անվանվում է օտտեպել, հալոցք։ Առաջին հերթին Խորհրդային Միության նոր ղեկավարը կոմունիստական կուսակցության 20-րդ գագաթնաժողովին հանդես է գալիս անհատականության, պաշտամունքի եւ դրա հետևանքների մասին գաղտնի զեկույցով, որը նշանավորում էր Ստալինյան դարաշրջանի վերջը։ Ազատ են արձակվում քաղբանտարկյալները, աբորտը եւ աշխատանքից ուշանալը ապա քրեականացվում են։ Վերացվում է առանց վերադասի թույլատվության աշխատանքից ազատվելու արգելքը։ Աշխատանքային ժամերը զգալիորեն կրճատվում են։ Ընդունվում է համընդհանուր կենսաթոշակային ապահովման մասին օրենք։ Մեկնարկում է ակտիվ բնակարանաշինությունը։ Բարեփոխվում է տրանսպորտը եւ սկսվում է նոր մայրուղիների շինարարությունը։ Երկաթուղում շոգեքարշ գնացքները փոխանցվում են դիզելային եւ էլեկտրական լոկոմոտիվներով։ Խորհրդային Միությունը մեծ առաջընթաց է գրանցում տիեզերքի ուսումնասիրության ոլորտում։ Որ այսպես թվարկում է շատ գեղեցիկ եւ տպավորիչ է հնչում բարեկամներ։ Բայց ինչպես, ինչի հաշվին եւ ինչ որակով։ Մենք բոլորս գիտենք, չէ, Խրուշչովկա ասածը։ Այն անշուք, փոքր ու անհարմարավետ բնակարաններով շենքերը, որոնցով ողողված է Հայաստանը, ու ոչ միայն Հայաստանը, նախկին Խորհրդային Միությունը։ Այո, Խրուշչովի ղեկավարման ժամանակահատվածը Ստալինի համեմատ շատ լավն էր, բայց լի էր շատ ու շատ ճակատագրական սխալներով, որոնք էլ վերջի վերջո կհանգեցնեն Խորհրդային Միության փլուզմանը։ Քանի որ խոսում ենք տնտեսության մասին, բաց կթողնեմ քաղաքական կոնտեքստը, առանց որի իհարկե հնարավոր չէ, բայց կփորձեմ։ Задача, которая поставлена партией, Խնդիրը, որը դրված է կենտրոնական կուսակցության կողմից, շատ մեծ եւ հետաքրքիր։ большая и интересная. Խրուշչովը գալիս ու միանգամից հայտարարում է. առաջին հերթին կրճատում ենք բանակը։ Ռազմական եւ ընդհանրապես գիտատեխնիկական ոլորտների ֆինանսավորումը հասցնում ենք մինիմալի։ Ավելացնում եւ զարկ ենք տալիս ագրարային տնտեսության զարգացմանը։ Я думаю, товарищи, убежден, что мы с вами, видимо, еще со многими встретимся, значит, на сельскохозяйственной выставке.
Ես համոզված եմ, ընկերներ, որ մենք դեռ կհանդիպենք գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ, որտեղ կցուցադրվեն ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեր հաջողության նմուշները։ Այն հաջողությունները նոր բնագավառում, նոր հողատարածքների, ցելինայի մշակման գործում, որը ուղղված է բարձրացնել բերքատվությունը եւ ընդմիշտ լուծել պարենային խնդիրը։ Մաղթում եմ հաջողություն եւ նոր նվաճումներ այն նոր ճամփուղիներում, ուր դուք ուղևորվում եք։ Միլիոնավոր հեկտարներ Ղազախստանում, Ուրալում, Վոլգա գետի ափամերձ տարածքներում վերածվեցին գյուղատնտեսական նշանակություն ունեցող վարելահողերի։ Նպատակն էր ստանալ հնարավորինս շատ հացահատիկ եւ եգիպտացորեն, որոնք պետք է ապահովեին Խորհրդային Միության պարենի պակասը։ Խրուշչովը չլսեց մասնագետներին, իսկ մասնագետները պնդում էին, որ այդ հողերը անպիտան են նման գյուղատնտեսական կուլտուրաներ աճեցնելու համար։ Առաջին հերթին կազմակերպված վարչարարություն եւ լոգիստիկա է պետք, ասում էին նրանք։ Եթե թերանանք, իսկ դրա հնարավորությունը բարձր է, քանի որ դեռ չունենք համապատասխան քանակի եւ որակի տեխնիկա ու տեղափոխման համակարգ, ապա գործադրված ջանքերն ու ահռելի գումարները կփոշիանան։ Եվ երկրորդը, այդ մասերում հողը շատ շուտ կարող է ենթարկվել էրոզիայի, ինչի արդյունքում կկորցնենք ամեն ինչ, իսկ վերականգնել էրոզիայի ենթարկված հողը տասնյակ տարիների հարց է։ Ինձանից պահանջում էր ելք գտնել, ես գտել եմ։ Ձեզանից մասնագետներից պահանջվում է իրականացնել այն, ինչը որոշել եւ հաստատել է Գերագույն խորհուրդը։ Իսկ եթե չեք կարող, բարձրաձայնեք պարզապես, մենք կփոխարինենք ոչ կոմպետենտ մասնագետներին կոմպետենտներով։ Արդյունքում Խրուշչովի գյուղատնտեսական ծրագիրը տապալվում է։ Բայց իսկապես առաջին տարիներին բերքատվությունը աննախադեպ էր, սակայն 1956 թվականից այն սկսում է կտրուկ պակասել եւ արդեն 1963 թվականին Խորհրդային Միությունը կանգնում է սովի առջև եւ ստիպված հացահատիկ է գնում Կանադայից։ Բայց գյուղատնտեսության ձախողումով Խրուշչովի ղեկավարման ժամանակահատվածը չի սահմանափակվում։ Կատարվում են բազմաթիվ ճակատագրական սխալներ։ Գիտատեխնիկական բնագավառից սկսած մինչև արտաքին հարաբերություններ։ Օրինակներն այնքան շատ են, որ պարզապես կթվարկեն։ Ներքին քաղաքականություն, տնտեսական ձախողված բարեփոխումներ, անորակ բնակարանաշինություն, չհիմնավորված կրթական բարեփոխումներ, Ղրիմի մարզի փոխանցումը Ուկրաինային։ Այո, սա սխալ էր, որի արձագանքը զուգորդված պայթյուններով եւ պատերազմով լսվում է մինչ օրս, բարեկամներ։ Նովոչերկասկի կոտորած 1963 թվականի հացահատիկային ճգնաժամը, զինված ուժերի կրճատում, գիտական եւ տեխնոլոգիական ոլորտների ֆինանսավորման կրճատում, արտաքին քաղաքականություն, Խորհրդային Միություն Ալբանիա հարաբերությունների պառակտում, ապստամբության ուժային ճնշում Հունգարիայում, Չինաստան Խորհրդային Միության հարաբերությունների պառակտում, Բեռլինի պատի կառուցում, Կարիբյան ճգնաժամ։ Господин председатель! Պարոն քարտուղար, մենք ապրում ենք երկրի վրա ոչ թե Աստծո ողորմության, այլ մեր Խորհրդային Միության ժողովրդի կամքի եւ գիտակցության շնորհիվ եւ բոլոր այն ժողովուրդների, որոնք պայքարում են իրենց անկախության համար։ За свою независимость! Հաջողված էր միայն տիեզերքի ուսումնասիրման եւ տիեզերագնացության ծրագիրը, որը սկսվել էր դեռ Ստալինի ժամանակ։ Խրուշչովը իզորու չէր կանգնեցնել այս ծրագիրը, քանի որ արդեն շատ մեծ գումարներ էին ծախսված։ 1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը մարդկային պատմության մեջ առաջին անգամ եղավ տիեզերքում։ Այսքանով Խրուշչովի հաջողությունները սահմանափակվում են։ 1964 թվականին Նիկիտա Խրուշչովին հեռացնում են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Կառավարության ղեկը ստանձնում է Լեոնիդ Բրեժնևը։ Բրեժնևը ղեկավարում է 18 տարի, 1964-ից մինչև 1982 թվականը։ Ոչինչով աչքի չի ընկնում, ոչինչ չի անում, ոչ մի բարեփոխում, ոչ մի նոր ծրագիր։ Ասում է ոնց կա, թող այդպես մնա։ Չի անում պարզ պատճառով, չի հասկանում ինչ անել, ինչպես անել, ինչ փոխել, ինչը թողնել, վախենում է։
Այդ իսկ պատճառով Բրեժնևի կառավարման ժամանակները անվանվում են Վրիմենա Զաստոյը, լճացման տարիներ։ 1982 թվականին Բրեժնևի մահից հետո նրան փոխարինում է արդեն ծանր հիվանդ Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի նախագահ Յուրի Անդրոպովը։ Անդրոպովն իր ղեկավարման ժամանակահատվածի մեծ մասը բուժվում է եւ անցկացնում է անկողնում պառկած։ 1 տարի 3 ամիս անց 1984 թվականի փետրվարի 9-ին կրկին ոչինչ չփոխելով կյանքից հեռանում է նաև Յուրի Անդրոպովը։ 1984 թվականի ապրիլի 11-ին Յուրի Անդրոպովին փոխարինում է Կոնստանտին Չեռնենկոն։ Այն ժամանակ, երբ Չեռնենկոին ընտրում էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար, նա Անդրոպովի պես ծանր հիվանդ էր։ Շատ ժամանակ էր անցկացնում հիվանդանոցում։ Եվ բնական է, որ նորից ոչինչ չարած, ղեկավարման 1 տարին դեռ չլրացած 1985 թվականի մարտի 10-ին Չեռնենկոն մահանում է։ Ուշադրություն դարձրեք, խնդրում եմ։ Մենք ապրել ենք մի երկրում, Խորհրդային Միությունում, որը աշխարհին խելք էր սովորեցնում, բայց տասնյակ տարիներ այդ երկրի ղեկավարները կամ անգրագետ էին, կամ վախկոտ, կամ հիվանդ, կամ տկար էին։ Ընթանում էր արդեն 1985 թվականը։ Խորհրդային Միությունը տեխնոլոգիապես արդեն վաղուց զիջում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դրա պատճառը, ավելի ճիշտ մեղավորները, Նիկիտա Խրուշչովն էր եւ Լեոնիդ Բրեժնևը։ Խրուշչովը քանդեց, իսկ Բրեժնևը կամք, գիտելիք եւ ներուժ չունեցավ վերականգնելու համար։ Տնտեսությունն արդեն հիմնովին քայքայված էր։ Տարեկան հնաաճը կազմում էր ընդամենը 1-2%, իսկ մի քանի առանձին ոլորտներում նույնիսկ 0%։ Պատճառներից մեկը, որ ռազմարդյունաբերությունը կազմում էր ընդհանուր հնայի 20-25%-ը։ Արտադրական հզորությունները զգալի զիջում էին զարգացած երկրներին։ Արտադրությունն աշխատում էր ոչ թե շուկայի իրական պահանջարկը բավարարելու, այլ պետության կողմից սահմանված պլանը կատարելու ուղղությամբ։ Չնայած հսկայական ներդրումների, անգամ գյուղատնտեսական ոլորտը շարունակում էր մնալ անարդյունավետ։ Խորհրդային Միությունը պարբերաբար հացահատիկ էր ներմուծում ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ավստրալիայից։ Սննդի պակասը մշտական էր, հատկապես շրջաններում։ Պետական բյուջեն հիմնականում ձևավորվում էր գազի եւ նավթամթերքի արտահանումից։ Արտարժույթից կախվածությունը հասել էր կրիտիկական կետի։ Առօրյա օգտագործման ապրանքների պակասը անդադար ավելանում էր։ Այդ ապրանքների քանակն ապահովելու համար անտեսվում էր որակը։ Հիմնական պատճառներն էին. անզիջում կենտրոնացված տնտեսական եւ քաղաքական համակարգ, կեղծված տնտեսական վիճակագրություն, ռազմական չափազանց մեծ ծախսեր։ Այս իրավիճակը ստիպում էր Խորհրդային Միության վերնախավին իրականացնել արմատական բարեփոխումներ։ Բայց ինչպիսի բարեփոխումներ են պետք եւ ով պետք է լինի այդ բարեփոխումներ իրականացնողը։ 1985 թվականի մարտի 11-ին Կոմունիստական կուսակցության Գերագույն խորհուրդը ընտրում եւ երկրի ղեկը վստահում է 54-ամյա Միխայիլ Գորբաչովին։ Ինչ են ընտրում Գորբաչովին եւ ով է առաջադրում նրա տեխնացությունը, սրա մասին դեռ կխոսեմ։ Հիմա կարևորի մասին։ Պաշտոնը ստանձնելուն պես Գորբաչովը հայտարարում է, որ գնում ենք արմատական բարեփոխումների։ Պերեստրոյկա։ А если всех надо перестроить? Իսկ եթե բոլորին պետք է վերափոխել, դուք պատկերացնում եք դա ինչ աշխատանք է եւ կստացվի միայն այն դեպքում, եթե բոլորս միասին ցանկանանք փոխվել։ Պետք է փոխել ամեն ինչ, բայց փոփոխություններից առաջ պետք է լսել ժողովրդին, որ ստացվի։ Այլապես նորից կձախողենք, ասում էր Գորբաչովը։ Նման ղեկավար Խորհրդային Միության ժողովուրդը չէր տեսել։ Գորբաչովը դուրս էր գալիս փողոց, շփվում էր հասարակ մարդկանց հետ, փորձում էր հասկանալ իրական խնդիրները։ Ժողովուրդը շփոթված էր եւ լիահույս։ Եվ իրականում հաջորդ 1986 թվականը Խորհրդային Միության պատմության մեջ կնշանավորվի որպես ամենածաղկուն եւ ամենաբարեկեցիկ տարիներից մեկը։ Без гласности нет и не может быть демократизма. Առանց խոսքի ազատության դեմոկրատիա չի կարող լինել։ Առանց ստեղծագործ հանրային մտքի եւ մասնակցության պետություն չի կառուցվում եւ չի զարգանում։
Ես այդ ժամանակ ընդամենը 10 տարեկան էի, բայց հիշում եմ ծնողներիս, հարազատներիս ողջևորությունը, հիշում եմ ինչպես էին մարդիկ իրենց աջակցությունը հայտնում պերեստրոյկային։ Եվ հիշում եմ այդ ժամանակվա Հայաստանը, Երևանը։ Իսկապես լավ ժամանակահատվածներ էին։ Համենայն դեպս ես այդպես եմ հիշում։ Միգուցե սխալվում եմ, որովհետև երեխա էի, չգիտեմ։ Բայց եթե կան մարդիկ բարեկամներ, ովքեր հիշում են 86 թվականի մասին, 86 թվականի Հայաստանը, խնդրում եմ գրեք, կիսվեք ձեր տպավորություններով։ Հետաքրքիր է, նույն հիշողություններն են, թե ոչ։ Բայց դեռ 1985 թվականի սկիզբն էր։ Միխայիլ Գորբաչովի պերեստրոյկան նոր էր սկսվում, իսկ մինչ այդ 1984 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռոնալդ Ռեյգանը երկրորդ անգամ ընտրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Սա ԱՄՆ-այն նահանգներն են, որտեղ 1984 թվականին Ռոնալդ Ռեյգանը հաղթել է։ Ուշադրություն դարձրեք, խնդրում եմ, Ռեյգանը պարտվել է միայն մեկ նահանգում՝ Մինեսոտայում, մնացած բոլորում հաղթել է աննախադեպ առավելությամբ։ Մի բան էլ ասենք ու անցնենք առաջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում յուրօրինակ ու բոլորից տարբերվող նախագահական ընտրությունների համակարգ է գործում։ Երկար չեմ խոսի, կարճ։ Բացի ժողովրդի ընտրությունից կան 538 նահանգային ընտրողների ներկայացուցիչներ։ Հաղթելու համար բացի ժողովրդի ընտրությունից պետք է ստանալ այդ նահանգային ներկայացուցիչների ամենակիչը 270-ի ձայները, ինչը շատ դժվար է։ Ռոնալդ Ռեյգանը ստացել էր 538-ից 535-ի ձայները։ Գիտեք ինչի եմ սա ասում, որովհետև նման ընտրություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներում չէին եղել ու մինչ օրս չի եղել։ Բայց հիշում եք, չէ, ընդամենը 3 տարի առաջ բոլորը Ռեյգանին դեմ էին, մահափորձ, բողոքներ, ցույցեր, ու հիմա Ռեյգանին հռչակում են թագավոր։ Ինչի հաշվին։ Շատ պարզ։ Ռեյգանի որդեգրած բարեփոխումների ծրագիրը արդյունք էր տվել, ամերիկացիների ասած հրաշք էր տեղի ունեցել։ Բոլորը աշխատում էին, ձգտում էին ստեղծել, արարել։ Հարկերի եւ պետտուրքերի պարզեցման ու նվազեցման արդյունքում ոչ ոք պետությանը չէր խաբում։ Դրույքաչափերը այնքան քիչ էին, որ իմաստ չկար։ Ու ստացվեց այն, ինչի մասին խոսում էր Ռոնալդ Ռեյգանը, երբ հարկերը բարձր են, պետական եկամուտները քչանում են, երբ ցածր են, շահույթը աննախադեպ բարձր է։ Այն որ ասում է, բարեկամներ, որ տնտեսությունը հասարակ մաթեմատիկայի տրամաբանությունից ու կանոններից դուրս է, ու որ հիմնվենք միայն թվերի վրա կործանարար է, սրա մասին էր։ Օրինակներով, այսօր աշխարհում ամենախոշոր եւ ամենաառաջատար ընկերությունները, որոնք ունեն տրիլիոնների հասնող բյուջեներ, հիմնադրվել են 1981-89 թվականներին Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակ։ Պարզապես թվարկեմ։ Sun Microsystems, Adobe, Autodesk, Electronic Arts, Compaq, Novell, Cimatec, Cisco Systems, Dell, America Online, Qualcomm, Macron Technology, McAfee, Silicon Graphics, Next, Bloomberg, CNN, Fox Broadcasting Company, Discovery Channel, MTV Networks, Activision, LucasArts, Pixar, FedEx եւ վերջապես Larry Fink-ի BlackRock ընկերությունները հիմնադրվել կամ զարգացել ու աճել են Ռեյգանի ժամանակ։ Եվ նմանատիպ անթիվ ու անհամար ընկերություններ, որոնք այսօր գիգանտներ են եւ կարելի ասել կառավարում են ողջ աշխարհը։ Գրեք բարեկամներ ընկերությունների անուններ, որոնց մասին մոռացել եմ։ Ռեյգանի նախագահման տարիները, բարեկամներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ նշվում է որպես վերածննդի ժամանակահատված։ Ռեյգանը այն մարդն էր, ով հասկացել էր ինչ եւ ինչպես է պետք անել։ 1989 թվականին Ռոնալդ Ռեյգանին փոխարինում է Ջորջ Բուշ ավագը, ինչ է լինում, հետո կասեմ։ Իսկ ինչ էր կատարվում 1989 թվականին Խորհրդային Միությունում։ Ողբերգություն։ Գերտերությունը փլուզվում էր։ Միխայիլ Գորբաչովի որդեգրած բարեփոխումների ծրագիրը պերեստրոյկան ձախողվել էր։ Համատարած աղքատություն, տնտեսության կտրուկ անկում, դժգոհության ալիքներ, քաղաքական ճգնաժամ։ Բայց ինչպես։
Չէ՞ որ Գորբաչովը արել էր այն, ինչը չէր արել մինչ այդ Խորհրդային Միության ոչ մի ղեկավար։ Մասնավոր սեփականություն, կոոպերատիվներ, սեփական բիզնես, մի խոսքով գրեթե նույն բանը, ինչը արել էր Ռոնալդ Ռեյգանը, բայց արդյունքը կտրուկ տարբեր էր։ Մի դեպքում հաջողված, մյուսում ձախողված։ Տարբերությունը հետևյալում է։ Ռեյգանը գալիս է ու ասում է սկսում ենք բարեփոխումներ։ Նույնը ասում է Գորբաչովը։ Ռեյգանը հասկանում է, որ բարեփոխումներին դիմակայող գլխավոր ու ամենավտանգավոր մարդիկ պաշտոնյաներն են, որոնք սնվում են իրենց կողմից ստեղծված կոռուպցիոն միջոցներից։ Առաջին հերթին պետք է վերացնել կոռումպացված եւ կաշառակեր պաշտոնյաներին։ Ռեյգանին հաջողվում է։ Իթե ինչի հաշվին, սա էլ առանձին պատմություն է, որի հիմքը ամերիկյան պետական կառավարման համակարգն է։ Ինչ է լինում Խորհրդային Միությունում։ Բոլոր պաշտոնյաները օգտվելով ազատ շուկայական հարաբերություններից, այլևս Խորհրդային Միությունում ազատ շուկա էր, եւ իրենց պաշտոնեական դիրքից սկսում են վարել ստվերային տնտեսություն, ստվերային բիզնես։ Բոլորս գիտենք, չէ՞ բարեկամներ, որ պաշտոնյան բիզնես չի կարող ունենալ։ Ինչ են անում պաշտոնյաները Խորհրդային Միության։ Դա էլ բոլորս գիտենք։ Հիմնում են բիզնես, բայց ուրիշի անունով, գրանցում են ուրիշի անունով։ Փաստացի բիզնեսի տերերն իրենք են, բայց փաստաթղթերով մեկ այլ մարդ։ Հետո իրենց բիզնեսն ավելի շահութաբեր դարձնելու համար ընդունում են բազմաթիվ կարգավորող օրենքներ։ Նպատակը մեկն է, այն ինչ տեղի էր ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռեյգանից առաջ։ Ինչպես ասում էր հայտնի ֆիլմում Օստապ Բենդերը, Շուրա, գոյություն ունի 400 ազնիվ միջոց մարդկանց կողոպտելու համար, հենց սրանով էլ զբաղվում էին Խորհրդային Միության պաշտոնյաները։ Սկսում են հայտնվել առաջին օլիգարխները։ Ու այս կետից սկսվում է Խորհրդային Միության փլուզումը։ Շատերն ասում են, որ Գորբաչովը եկավ, քանդեց Խորհրդային Միությունը, միգուցե, բայց ես այլ կարծիք ունեմ։ Գորբաչովը իհարկե հրեշտակ չէր, մի դևելն էր, ժողովրդի լեզվով ասած, բայց ստիպված իր բարեփոխումների ծրագրի ձեռքը գերի ընկած Գորբաչովը դուրս է գալիս այս օլիգարխների դեմ, պաշտոնյաների դեմ, ովքեր ունեն ստվերային բիզնեսներ։ Ինչ են անում այդ պաշտոնյաները, բարձրաստիճան պետական այրերը։ Սկսում են պայքարել Գորբաչովին հեռացնելու ուղղությամբ։ Ինչ են անում։ Օգտագործելով իրենց անսահմանափակ իշխանական լծակները, բողոքի ակցիաներ են կազմակերպում 15 խորհրդային հանրապետություններում, իբրև թե ժողովուրդը Գորբաչովին դեմ է։ Գործողությունների ճանապարհային քարտեզը շատ պարզ եւ հասարակ էր։ Բարձրացնել բողոքի ալիքներ, մեղադրել Գորբաչովին, հետո իրավիճակը փրկելու համար կոլեգիալ որոշմամբ հեռացնել նրան պաշտոնից։ Բայց բողոքները թեժանում են եւ վերածվում են անկառավարելի շարժումների։ Չհասկանալով եւ առաջնորդվելով միայն իրենց ագահությամբ եւ շահով, այդ մարդիկ սկիզբ են դնում մի process-ի, որը կբերի Խորհրդային Միության փլուզմանը։ Առաջինը 1988 թվականին բռնկվում է Խորհրդային Հայաստանը։ Հետևից Ադրբեջանը, հետո Լիտվան, Լատվիան։ 1989 թվականին Վրաստանը, Էստոնիան, Մոլդավիան, Ուկրաինան, Բելոռուսիան, Ուզբեկստանն ու Տաջիկստանը։ Բողոքները հրահրվել էին սոցիալական եւ տնտեսական ճգնաժամի հողի վրա, բայց վերածվել էին քաղաքական պահանջների։ Գորբաչովը հրավիրում է արտակարգ նիստ, որտեղ հիմնավորում է, որ երկիրը կարգի բերելու համար պետք է անցնել նախագահական ղեկավարման։ Արագ գործելու եւ արձագանքելու համար որոշում կայացնողը պետք է լինի մեկը՝ նախագահը։ То, что мы сейчас так обращаемся с этой реальностью, какой является наша страна. Այնպես ինչպես մենք ենք վերաբերվում այն իրականությանը, որում մեր երկիրն է։ Я думаю, наши люди еще не понимают, что они лишаются страны. Կարծում եմ ժողովուրդը չի հասկանում, որ երկիր ենք կորցնում։ Ի վերջո պետություն չի մնալու։ Давайте будем все делать, чтобы этого не случилось. Եկեք ամեն ինչ անենք, որ նման բան չպատահի։ Ոչ ոք չի հակաճառում։ Եվ 1991 թվականի մարտի 15-ին Միխայիլ Գորբաչովը ընտրվում եւ դառնում է Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահը։
Բայց չնայած բոլոր գործադրված ջանքերին, 1991 թվականի դեկտեմբերի 25-ին Խորհրդային Միությունը փլուզվում եւ լուծարվում է։ Принимаю это решение по принципиальным соображениям. Այս որոշումը ընդունել եմ ուղղորդվելով սկզբունքներով։ Ես միշտ հանդես եմ եկել ժողովրդի ազատության եւ հանրապետությունների ինքնիշխանության օգտին եւ միաժամանակ մեր մեծ պետության միասնականության կողմնակիցն եմ։ Բայց դեպքերը զարգացան այլ տրամաբանությամբ։ Արդյունքում պետությունը մասնատվեց, ինչի հետ ես համաձայն չեմ։ По другому пути. Հուզական մասը թողնում ենք մի կողմ, բարեկամներ, քանի որ խոսում ենք տնտեսությունից եւ հասել ենք այս թողարկման ամենակարևոր մասին։ Թողարկման սկզբում նշել էի, բարեկամներ, որ տնտեսությունը փորձեր չի հանդուրժում։ Տնտեսությունը գիտություն է, տնտեսագիտություն, որը պահանջում է գործնականում արդյունքի հասած եւ կիրառված փորձ։ Ինչի հետ համաձայն եմ, նորից եմ կրկնում։ Հիմա հարց. Ռոնալդ Ռեյգանը գալիս է ու ձեռնարկում է բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների ծրագիր ու հիշատակում է ինչ-որ Իբն Խալդունի մասին, որն ապրել է 14-րդ դարում, ու հիշատակում է նրա աշխատությունը։ Տարօրինակ է, եթե վերցնում ենք այն հանգամանքը, որ տնտեսագետները, մասնագետներն ասում են, տնտեսությունը միայն գիտություն չէ, թեորիա չի սիրում, փորձ է նաև պետք, բայց Ռեյգանը հիշատակում է միայն այդ մարդու աշխատանքը, գիտական աշխատանքը, դեռ փորձ չկա։ Մյուս գերտերությունում երկրի ղեկավար են ընտրում երիտասարդ այն ժամանակվա չափանիշներով երիտասարդ 54-ամյա Միխայիլ Գորբաչովին։ Երկրի ամենադժվար պահին։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Եվ Գորբաչովը գալիս է, ասում է ես եմ այն մարդը, ով կիրականացնի տնտեսական բարեփոխումներ, ինչի արդյունքում կփրկենք մեր երկիրը։ Նման բան էլ չի լինում, էլի։ Եվս մեկ հարց եւ վերջին է, ինչի վրա էին վստահ այդ մարդիկ, իրենց մտավոր ունակությունների վրա, գիտական աշխատանքների վրա, որոնք գրվել էին դարեր առաջ, Գորբաչովն ընդհանրապես ոչ մի գիտական հենք չուներ, թե այլ բան կար, որի մասին մենք չգիտենք։ Իհարկե կար։ Իսկ ուր ենք հիմա տեղափոխվում ձեր կարծիքով, բարեկամներ, փորձեք կռահել։ Չինաստան։ 1976 թվական։ 1976 թվականին մահանում է Չինաստանի մեծն առաջնորդ Մաո Ձեդունը։ Նրան փոխարինում է Խուագոֆենը։ Չինաստանի պետխորհրդի 3-րդ քարտուղարը Մաո Ձեդունի ամենամոտ մարտական ընկեր Դեն Սյաոպինն էր։ Մաո Ձեդունի մահից որոշ ժամանակ անց Չինաստանի փոքրիկ գյուղերից մեկում գյուղացիները գաղտնի որոշում են։ Պետական պլանը կատարելուց հետո ավելցուկը ինչ կմնա, կիսել միմյանց միջև։ Իհարկե սրա մասին տեղեկանում են Չինաստանի ղեկավարները։ Գյուղացիներին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի պետական ունեցվածքի յուրացման մեջ։ Վերջը որն է՝ մահապատիժ։ Այստեղ առաջին անգամ իր կարծիքն է բարձրաձայնում Դեն Սյաոպինը։ Այսպես ժողովրդական լեզվով պատմեմ բարեկամներ, որ ավելի կարճ ու հասկանալի լինի։ Սյաոպինն ասում է. «Ինչ եք ուզում այս մարդկանցից։ Պլան եք դրել, պետական պլան»։ Ասում են՝ «Այո, դրել ենք»։ Կատարել են այդ պլանը, կատարել են։ Բայց ինչ եք ուզում։ Դրանից առաջ որևիցե մի անգամ պլանը կատարել են։ Ասում են՝ «Ոչ, միշտ թերա կատարել են»։ Ասում են՝ «Հիմա կատարել են մարդիկ, ինչ եք ուզում»։ Դրանից ավելն էլ վերցրել են իրար, ինչ հանցանք, այդպիսի բան գրված կա մեզ մոտ, եւ ընդհանրապես մենք, կոմունիստական Չինաստանը, հռչակել ենք, որ մեր ժողովուրդը պետք է ապրեն բարեկեցիկ կյանքով, չէ՞, ասում են այո, պետք է լինեն երջանիկ, չէ՞, ասում են այո, երջանիկ են, էլ ինչ եք ուզում, ինչ մեղադրանք, ինչ մահապատիժ։ Ասեմ ավելին, գիտեք ինչ կանենք հիմա, այս փորձը վերցնում ենք ու կիրառում ենք մի քանի ուրիշ տարբեր գյուղերի վրա, ու եթե արդյունք տվեց, հետո կասեմ ինչ կանենք։ Դեն Սյաոպինի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հակաճառել ոչ ոք չէր կարող։ Ու այդպես էլ անում են։ Մի քանի տարբեր գյուղերում հայտարարում են, ով պետական պլանը կկատարի, ավելցուկը ձերն է։ Ինչ ուզում եք արեք, փոխանակեք, վաճառեք, պահեստավորեք, ինչ ուզում եք, դա ձերն է, ու ոչ ոք իրավունք չունի ձեր քրտինքով աշխատածը ձեզանից խլելու։ Ու տեղի է ունենում հրաշք։
Նույնիսկ այն գյուղերը, որոնք պետական պլանը երբեք չէին կատարել, սկսում են գերակատարել։ Մարդիկ լցվում են գործի ու Չինաստանը սկսում է ծաղկել ու զարգանալ։ Այդ փորձը շատ շուտ դառնում է պետական ծրագիր։ Ճիշտ է, հողի սեփականության իրավունք ոչ ոք չուներ, բայց պետությունը տալիս էր երկարաժամկետ վարձակալության իրավունք։ Ցանկացած մարդ կարող էր օրինակ 20 տարով վարձել հողը եւ ծավալել ձեռնարկատիրական գործունեություն։ Այստեղ վերահսկելու անհրաժեշտություն էլ չկար։ Եթե աշխատում ու հաջողում ես, ապա բիզնեսը ծլում, ծաղկում ու շարունակվում է, եթե ոչ, պարզապես դադարում ես գործունեությունդ։ Ու Չինաստանում առաջին անգամ բնականon էվոլյուցիայի շնորհիվ կյանքի է կոչվում պետական նոր մոտեցում՝ սոցիալիստական քաղաքականություն եւ կապիտալիստական տնտեսություն։ Սա է այսօրվա Չինաստանի զարգացման գաղտնիքը, որը գործում է մինչ օրս, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնում է նույնը։ Ու այս հանգամանքը չէր կարող վրիպել այն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Խորհրդային Միության աչքից, որոնք ուշի-ուշով հետևում եւ հետազոտում էին իրենց գլխավոր ախոյանին։ Հիմա հասկանալի է, չէ՞, որտեղից են աճում Ռեյգանոմիկայի եւ Պերեստրոյկայի ոտքերը, բայց այնուամենայնիվ չի կարելի անտեսել Ռոնալդ Ռեյգանի ներդրումը։ Ու իհարկե Ռոնալդ Ռեյգանը մենակ չէր, Ռեյգանոմիկայի հեղինակներն են։ Միլթոն Ֆրիդման, ամերիկացի տնտեսագետ, մոնետարիզմի հեղինակ, 1976 թվականին տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր։ Ռոբերտ Մանդել, կանադացի տնտեսագետ, 1999 թվականին արժանացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի։ Արթուր Լաֆեր, ամերիկացի տնտեսագետ, հայտնի Լաֆերի կորագծի տնտեսական տեսության հեղինակ, որը կիրառվում է մինչ օրս բոլորի կողմից։ Դեյվիդ Ստոքման, Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչաբյուջետային ստորաբաժանման OMB-ի տնօրեն, Ռեյգանոմիկայի բյուջետային մասի ճարտարապետ։ Ջեք Քեմփ, ԱՄՆ կոնգրեսմեն, հարկերի նվազեցման կոնցեպցիայի համահեղինակ, Քեմփ-Ռոթի օրենքը։ Եվ վերջապես Ռոնալդ Ռեյգան, Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ, ԱՄՆ-ում կտրուկ տնտեսական բարեփոխումների եւ հարկերի նվազեցման գլխավոր քաղաքական գաղափարախոսը։ Այս մարդիկ են բարեկամներ ամերիկյան հրաշքի ճարտարապետները։ Գիտական հենքը կար, Չինաստանի փորձը կար, պետք էր վերցնել եւ իրագործել։ Ռոնալդ Ռեյգանը մահանում է 2004 թվականի հունիսի 5-ին։ Միխայիլ Գորբաչովը կյանքից հեռանում է 2022 թվականի օգոստոսի 30-ին։ Երկու գերտերություններ նույն ժամանակահատվածում, նույն խնդիրներով ձեռնարկում են նմանատիպ ծրագրեր, մեկը հաջողում է, մյուսը ձախողում է։ Սրա մասին մանրամասն աշխատություն ունի արված մեր ազգակից Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն։ Ինկլյուզիվ եւ էքսկլյուզիվ պետական ինստիտուտներ։ Հիմնական գաղափարը սա է։ Պետությունը հիմնված է եւ աշխատում է, երբ պետության ինստիտուտները անկախ են, ազատ եւ ինքնակառավարվող։ Չեմ խորանա այս մասով, եթե ցանկություն ունեք կարդացեք գիրքը, լսեք Աճեմօղլուին կամ դիտեք մեր հաղորդումը, հղումը կտեսնեք վերևում հիմա։ Գնացինք առաջ։ Իսկ հիմա հաղորդման սկզբում բարձրացրած հարցի մասին։ Որն է ճիշտն ու արդյունավետը՝ բարձրացնել պետտուրքերը, թե նվազեցնել։ Այստեղ պատասխանը մեկն է՝ հիմնված մարդկության անցած ճանապարհի եւ կուտակած փորձի վրա։ Երբ որևէ պետություն ինչ-ինչ արդարացումներով բարձրացնում է հարկերն ու տուրքերը, որոնք օրինակ մեզ մոտ աճել են մինչև 100%, սա փաստում ու վկայում է մի բանի մասին։ Պետությունը չի կարողանում ստեղծել արժեք ու կուտակել այն։ Տնտեսությունը քայքայման առջև է, ընթացքում կամ արդեն քայքայված է։ Սա շատ վատ նշան է, շատ։
ու եթե այսպես շարունակվի, վերջը լավ չի լինելու։ Բոլոր այն ղեկավարները, որոնք խոսում են հարկերի բարձրացման առաջնահերթության մասին, իսկ դրա մասին այսօր խոսում են բոլորը Եվրոպայից մինչև Ասիա, պնդելով, թե դրան այլ ընտրանք չկա, անգրագետներ են կամ գրագետ սրիկաներ։ Եթե բարձրացվում են մատուցելով այդ քայլը որպես միակ արդյունավետ միջոց, իմացեք դա խաբկանք է, անհիմն խաբկանք։ Հարկեր բարձրացնելով պետություն չեն զարգացնում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կործանում են։ Այս ամբողջ երկար բարակ պատմությունը մեզ համար էր, որ հասկանանք եւ պատկերացնենք, ինչ է կատարվում հիմա մեր երկրում։ Ուր ենք գնում, որ կողմ ենք շարժվում, ինչ են անում մեր ղեկավարները եւ ինչի համար։ Եվ հուսով եմ բարեկամներ, որ հասկացաք եւ պատասխաններներ ստացաք։ Եթե որևէ բան թերի է մնացել, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում։ Գրեք, որ ավելացնենք եւ անդրադառնանք դրանց։ Այս կռիվը հին է։ Միշտ եղել է, կա ու լինելու է, պատճառներն էլ նոր չեն, ընդամենը երկուսն են, ավելի ճիշտ 3-ն են, բայց կռիվ ու պատերազմ է ընթանում ընդամենը 2-ի համար։ Տեսեք, կան անսահմանափակ ռեսուրսներ, որոնցից օգտվում են բոլորը, բոլորի համար հասանելի են եւ բավարար, սրանց համար մրցակցություն չկա։ Կան մասնակի սահմանափակ ու սահմանափակ ռեսուրսներ, այ կռիվն ու պատերազմը սրանց համար է։ Իսկ հաջորդ թողարկումը լինելու է թվարկածս 3 ռեսուրսների մասին, որոնք են դրանք, ինչպես են բաշխված, ինչպես են դրանց համար պայքարում եւ ովքեր են դրանց պայքարողները։ Շատ ու շատ հարցերի պատասխաններ են լինելու։ Այդ երկու ռեսուրսների համար պայքարի արանքում է ձևավորվում կապիտալիզմն ու սոցիալիզմը։ Բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք։ Ես Հարություն Մանուկյանն եմ։ Ես Վահրամ Քոչարյանը։ Դուք AMC-ն հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Մինչ հաջորդ հանդիպում։